Ցեղասպանության 110-րդ տարելիցն ու փաստը այսքան քաղաքականացնել է, ուրացողներ ու դավաճաններ փնտրել է, սուքն ու ոգեկոչումը շոուի, ծիծեռնակաբերդը քաղաքական հայտարարությունների հարթակի վերածելը, ընդդիմությանը ինչ խոսք հաջողվում է։ Հայկական ժամանակի հետ զրույցում հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանը նկատում է. հերթական անգամ տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է օգտագործել, շահարկել մարդկային հույզերն ու զգացմունքները ու այդ ամենն օգտագործել հակապետական, հակահայկական նպատակների համար։ Դիտարկմանը թե որն է այդ նպատակը, Բլեյանն արձագանքում է։ Իսկ իրենց նպատակն է մեկն է լուծարել Հայաստանի պետականությունը, մտցնել միութենական կազմ Ռուսաստան, Բելարուս միութենական պետության կազմի մեջ եւ կարգվել որպես գուբերնատոր։ Սա իրենց նպատակը է։ Հետևաբար այնտեղ որևէ քաղաքական process կամ բանավեճ կամ գաղափարախոսություն ընտրելու կարիք չկա։ Միաժամանակ Բլեյանն ասում է, այդ ուժերը Հայաստանի վարչապետի տեխնացու չունեն, բայց որքան ուզես գուբերնատորի տեխնացուներ ունեն։ Արմենսկը գուբերնիայի տեխնացուներ, ինչքան ուզես։ Իսկ տանձնել այս պատասխանատու պահին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը եւ բանակցել Ադրբեջանի հետ, փորձել գտնել լուծումներ եւ նոր օրակարգով առաջ գնալ, որովհետեւ նոր օրակարգը կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, նոր օրակարգը կապ ունի Հայաստանի Հանրապետության կազմակերպման հետ։ Ինչպես շատ հանգիստ, ինչպես դա տեղի ունեցավ Լաչինի Միջանցքի հետ, երբ ռուսները հրավիրվեցին Լաչինի Միջանցք, իսկ հետո այնտեղ տեղադրվեց ԿՊՊ ադրբեջանական զինուժի կողմից, հետո Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ եւ ի վերջո երեց Արցախի Հանրապետության կազմակերպմանը։ Նույն սցենարը իրենք ուզում են պրոյեկտել Հայաստանի Հանրապետության վրա։ Ըստ Բլեյանի այժմ ընդդիմության նպատակը խժդժություններ հրահրելն է եւ իշխանության տապալման համար հող պատրաստելը ընդհուպ երկրի քայքայման կամ տապալման գնով։ Ըստ նրա լավագույն դեպքում ուզում են Հայաստանը դարձնել միութենական պետության մաս, վատագույն դեպքում լուծարել այն։ Ոչ ամբողջությամբ մի մասը կգնա իհարկե, օրինակ Սյունիքը կգնա Ադրբեջան, որոշ մասեր կգնա Ադրբեջան, Իցո Գեղարքունիքի մարզից եւ ինչ որ մնացել է կդառնա Армянский край в составе Российской Федерации։ Սա իրաց նպատակը։ Դա մենք տեսել ենք, դրա համար մենք դրա դեմ պայքարում։ Իրենք նոր օրակարգ չունեն, իրենք նոր քաղաքական լուծումներ չեն առաջարկում։ Իրենց առաջարկածը այն է, ինչ մենք տեսել ենք Արցախում, իրենց առաջարկածը այն է, ինչ մենք տեսել ենք 99 թվականի մայիսից մինչև 2018 թվականի մայիսը, երբ իրենք զավթել էին Հայաստանի Հանրապետության իշխանությունը, եւ հետեւաբար մենք դրան դեմ ենք եւ մենք թույլ չենք տա, որպեսզի իրենք իրագործեն իրենց նենք հակապետական ցանկությունները, իրենց ծրագրերը, որոնք գրվել են Կրեմլում։ Դիտարկմանը թե ինչպես պետք է կանխել ընդդիմության նպատակները այն դեպքում, երբ հայտարարում են, որ ունեն ծրագրեր եւ շարունակելու են պայքարել ու հասնել իշխանափոխության, Բլեյանն արձագանքում է։ Եվ որպեսզի դա թույլ չտան 2026 թվականին ազգային ժողովը ժամանակ ունի, որպեսզի անցկացնի նմանատիպ գնահատական եւ այդ բոլոր ուժերը Ռոբերտ Քոչարյանից սկսած Սերժ Սարգսյանով վերջացրած իրենց վարչապետերով, նախարարներով, կուսակցություններով, նաեւ իրենց իշխանությանը մաս կոալիցիոն կուսակցություններով, մաս կազմած կուսակցություններով, այդ թվում Դաշնակցությունը, ԲՀԿ-ն եւ այլն, բոլորը դուրս բերվեն քաղաքական դաշտից եւ 26 թվականին մենք ունենանք շատ առողջ ընտրություններ, որոնք արմատապես կտարբերվեն այն ընտրություններից, այն ընտրապայքարից, որը մենք տեսանք Գյումրիում։ Սա դառնում է քրիտիկական, հակառակ դեպքում մենք ունենանք մի նմանատիպ ազգային ժողով, սա կլինի կատաստրոֆա։ Այնինչ տեղի ունեցավ Գյումրիում հարված էր ժողովրդավարությանը, քանի որ ժողովրդավարությունը թողել ենք անպաշտպան եւ այստեղ է, որ օրվա իշխանությունն անելիք ունի, ասում է Բլեյանը։ Հարցին թե ինչպես է պետք պաշտպանել ժողովրդավարությունը, վերջինս արձագանքում է պետք է մաքրել Հայաստանի Հանրապետությունը ռուսական գործակալներից։ Չէ՞ որ պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանում գործում է 5-րդ չարասյուն։ Իսկ 5-րդ չարասյունը ինչ է նշանակում, որ 5-րդ չարասյուն նշանակում է, որ երկրի ներսում գործում են տարրեր, ովքեր աշխատում են պետության դեմ, պետականության դեմ։ Այսինքն դա հանցակազմ է, իհարկե դա հանցակազմ է։ Հետևաբար մենք չէ որ տեսնում ենք մնացած երկրներում քայլեր են արվում եւ չզոքացվում են այդ քաղաքական գործիչներն այսպես կոչված։ Եվ մենք նույնը պետք է անենք այստեղ։ Արնոլդ Բլեյանը միաժամանակ նկատում է, անգամ եթե ընդդիմությունը միավորվի եւ մեկ դաշինքով հանդես գա, չունի հնարավորություն իշխանություն վերցնելու, սակայն ունի հնարավորություն ընդդիմադիր դաշտը վերցնելու եւ դրա դեմ է, որ պետք է պայքարի օրվա իշխանությունը։ Որտեղ ընդդիմությունը դա նույնպես իշխանություն է, ընդդիմությունը դա նույնպես իշխանության մաս է։ Բայց կներեք, եթե բացի թողի վիճակի հայտնվի, ես չեմ բացառում, որ նույնիսկ կարող են սցենարներ գրանցվել, երբ ամբողջ իշխանությունը վերցնել, ինչպես դա տեղ ունեցավ Գյումրիում։
այստեղ է որ կոնկրետ քայլեր եմ ակնկալում մեր իրավապահ համակարգից, ներքին գործերի նախարարությունից, ազգային անվտանգության ծառայությունից, կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որը չպետք է գրանցի նման քաղաքական գործիչների, նման կուսակցությունների, պետք է օրենսդրորեն այս հակապետական էլեմենտներին դուրս բերեն քաղաքական դաշտից։